Հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց գարնանային զորակոչը։ Առաջին նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը։ Հայրենիքի սահմանները պաշտպանելու են մեկնում Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն։ Ինչպես նաեւ մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիները, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններին եւ չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հաստատող փաստաթուղթ։ Հունիսի 11-ին մեր զինակոչիկներից 32-ին ճանապարհել են բանալ։ Ստացել ենք համապատասխան պլան առաջադրանք, որը որ տեսնում են, որ կատարելի է, այսինքն մեր զինկոմիսարիատը իր առջև դրված բոլոր խնդիրները կատարելու է։ Վանաձորի զինվորական կոմիսարիատում հունիսի 13-ին եւս զորակոչ էր։ Նորակոչիկներն ասնում էին հերթական բժշկական ստուգումները։ Մենք այսօր ունենք պլանով նախատեսված քանակ, որ պետք է զորակոչենք։ Բոլորը հավաքվում են, այսօր անցնելու են կրկնակի բուժ ծննում, որից հետո բոլոր առողջները եւ բոլոր վիտամիններն, ովքեր ենթակա են զորակոչի, այսօր զորակոչել ենք զինված ուժեր։ Ներկայացնել ենք ոչ ուշ քան մինչև 17:00 հավաքակայան եւ ըստ պաշտպանության նախարարի հրամանի, քանի որ մենք զորակոչի ենթակա անձնակազմը ներկայացնում ենք 1 օր առաջ, այսօր ներկայացնելուց հետո վաղ առավոտյան գործում է նաեւ բժիշկների հանձնաժողով հավաքակայանում եւս մեկ անգամ ուսումնասիրելու են իրենց առողջական կարգավիճակը, կատարելու են համապատասխան պատվաստումներ, որից հետո վաղ երեկոյան արդեն իսկ կզորակոչվեն զորամասեր։ Վանաձորի զինվորական կոմիսար Արմեն Թումանյանը նշում է, որ մեր տարածաշրջանում նորակոչիկների մոտ հաճախակի հանդիպող հիվանդությունները կապված են սրտի ու նյարդային համակարգի հետ։ Մենք կցանկանանք, որ բոլորն առողջ լինեին, զորակոչեինք, բայց կան երեխաներ, ովքեր ունեն լուրջ խնդիրներ, նույնիսկ լինում են դեպքեր, երբ որ ծնողները տեղյակ չեն, որ իրենց երեխան խնդիր ունի, հայտնաբերում է հենց հանձնաժողովի աշխատանքի ժամանակ, ներկայացնում ենք, նոր արդեն որոշում է ինչ արվի նրանց հետ։ Իհարկե, եթե խնդիրները կան, բնականաբար խնդիրներն էլ լուրջ են, նրանք օգտվում են տարեկետման իրավունքներից, որը որ կայացվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից, նոր դրանից հետո արդեն ծնողները սկսում են իրենց երեխայի բուժման խնդիրներն իրականացնել։ Կա սրտի խնդիրներ, կան ներվային, հոգեկան, բոլոր հիվանդություններով էլ կան։ Հիմնականում մեր տարածաշրջանում ավելի գերիշխող վիճակ է հատկապես հոգեկան, նյարդային, սրտային հիվանդների խնդիր։ Կանանային զորակոչին ենթակա են մինչև հունիսի 30-ը ներառյալ ծնված տղաները, նշեց Արմեն Թումանյանը։ Իսկ հունիսի 1-ից հետո ծնվածները ենթակա են աշնանային զորակոչի ժամանակ։ Հունիսի 1-ից 31-ը հիմնականում զորակոչել ենք բարձրագույն ավարտածներ 12-րդ դասարանցիներին, ովքեր որ ավարտել են։ 18 տարին լրացած այս տղաները հպարտությամբ են գնում հայրենիքին իրենց պարտքը տալու, սակայն տեսախցիկի մոտ չցանկացան խոսել, հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էր իրար։ Զինակոչիկների ծնողները հպարտանում են, որ բանակ զինվոր են ճանապարհում, վստահ, որ նրանք կվերադառնան որպես կայացած տղամարդիկ։ Մենք հուզվում ենք, ասենք էլի, որ գնում է բանակ, բայց հպարտ որ ունենք այդ ձևի զինվոր, որ գնում է բանակ։ Թող գնան բոլորն էլ ծառայեն, ինչ կարիք կա, ասենք, որ պիտի անտեղի ընկճվեն կամ չգիտեմ ինչի համար։ Բոլորս մեր ընտանիքների համար ենք ծառայում։ Թող միշտ խաղաղություն լինի, մեր երեխեքն էլ լավ ծառայեն, լավ հասնեն ամեն իրենց օջախներին։ Հպարտ եմ, որ ունեմ որդի, գնում է ծառայելու, միակ ճանապարհն է, որ դառնում են տղամարդ։ Բոլորին ցանկանում են բարի ծառայություն, խաղաղություն։ Բոլորը բարով գնան, բարով վերադառնան իրենց օջախները։ Վանաձորի զինվորական կոմիսարը եւս իր բարեմաղթանքներն ուղղեց նորակոչիկներին։ Բոլորին ցանկանում են բարի ծառայություն։ Ես առաջի զորակոչի օրը, երբ որ նայում էի մեր զինակոչիկների դեմքին, ոմանք թախծող, ոմանք ուրախ, ոմանք չգիտեն դեռ ուր են գնում, ոմանք չգիտեն ինչ պատասխանատվության խնդիրներ իրենց առաջ դրվելու, ամենայն դեպս ես ցանկանում եմ, որպեսզի խաղաղություն լինի մեր երկրում։ Մեր երեխեքը բարով խելով ծառայեն, հետ վերադառնան իրենց օջախ, իրենց զինգրկույթները հանձնեն իրենց ծնողին։ Ոչ ոք չի ցանկանա, որ որևէ մեկի մոտ փոշը, բոլորին բարի ծառայություն եւ բարի վերադարձել են ցանկանում։ Այս տարի կանանային զորակոչը կավարտվի հուլիսի 31-ին։ Միք հեռուստաընկերություն լուրեր։